Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը ճամփորդող հաղորդավար Վարդան Սարգսյանն է։ Ողջույն Վարդան։ Ողջույն։ Մենք նորից հանդիպեցինք, ես եւս ուրախ եմ, դա նշանակում է լավ էներգիա, լավ տրամադրություն, կյանքում շատ բան փոխվել է, բայց մենք նորից հանդիպեցինք ու շատ ուրախ եմ, որ ուրախ առիթներ են եղել այս ընթացքում։ Բայց քեզ հետ միշտ հաճելի է հարցազրույց անցկացնել եւ կադրում եւ կադրից դուրս զրուցել։ Մեր վերջին հաղորդումը ամիսներ առաջ էր, եթե չեմ սխալվում, 1 տարի առաջ էր եւ այդ ժամանակ դու խոսում էիր արդեն կյանքի նոր փուլի ցանկության մասին եւ փառք Աստծո, այսօր դու այստեղ ես բոլորովին նոր կարգավիճակով, ես շնորհավորում եմ քեզ, անչափ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ խոսենք զգացողությունների մասին, իհարկե դա կարծում եմ արդեն ամբողջ հայ ժողովուրդը գիտի, թե դուք ինչ հայրիկ եք, դա ձեր աչքերից էլ է երևում, բայց ուզում եմ տպավորությունների մասին, երբ իմացաք, որ հայր եք դառնալու։ Առաջինը այս նորության այս մասշտաբի լայն տարածումը ինձ համար եւս շոկային էր եւ ես շատ շնորհակալ եմ եւ քաղաքում անverջ ով ինձ տեսնում շնորհավորում եմ։ Ես հենց նոր շնորհանդեսից եմ գալիս իմ տուրերի հետ մեկի հետ կապված ով եկավ նվերներով, իմ ամբողջ մեքենան նվերներ է, իհարկե ոչ ինձ, հերոսին, բայց ինձ պետք չի, այդ շատ հավես է, զգացողությունները, գիտեք, միջև հիմա այն որ չես ընկալում այդ ամենը, երեխան ամեն օր փոխվում է, երբ ինձ հենց երեխան ծնվեց, ասում են 6 ամսվա ընթացքում ամեն օր իրենք փոխվում են, երեկոյան փոխվում են, մեծանում են եւ այլն, դից չէի հավատում, ասում եմ դրա, այդ ոնց։ Հիմա անկեղծ ամեն օր ինքը ինչ որ նոր տեսք ունի եւ ես ամեն օր ապրում եմ։ Իհարկե աշխատանքի բերումով ես հիմա նորից մեկնում եմ վաղը ճամփորդության, 11 օր բացակայելու եմ, հետո 3 օրով եմ վերադառնալու, այդ դա խնդրեմ է դարձել, որովհետեւ կարոտ չեմ պատկերացնում, օրինակ մեզ ոնց եմ արթնանալու կամ ինքը չի լինելու ինձ այդ նույն տարածքում, բայց չեմ կարող չգնալ, սա իմ աշխատանքն է, ինքը շատ փոքր է, այս բանը չեմ կարող ինձ հետ տանել, բայց արդեն մենք այսպես ասեմ մտովի ամրագրել ենք իր այդ առաջի ճամփորդությունը, այսօր ենք որոշել, դրա համար եմ ասում, եւ սեպտեմբերին ինքը ինձ հետ գալիս է խմբային տուրերից մեկին դեպի Եգիպտոս ենք գնում, դե երկար թռիչք բնականաբար փոքրիկին չի գալի, ասես որոշել եմ իրան մի հատ տենց փոքր ինչ որ ուսապարկ, անպայման եռագույնը փոքր, մի խոսքով այդ լինելու է իր առաջի ճամփորդությունը ու միանգամից papa հետ խմբային տուր տենց պլանավորել եմ արդեն պատկերացնում եմ քո դեմքը այդ ժամանակ երազանքների չեք պատկերացնում ես իրան տեսնում եմ առասարակ ես կարծում եմ յուրաքանչյուր ծնողի համար հիմա հասկանում եմ որ իր երեխան ամենալավն է ամենախելացին է եւ ես ուրախ եմ որ այդ զգացողությունը ես եւս ունեմ որովհետեւ ես իր հետ շատ եմ խոսում ինքն իմ ձայնն էլ է նույնիսկ ճանաչում ինչքան էլ լացի երբես շատ հանգիստ սկսում եմ խոսալ ինքը այսպես ձեռքը դնում է թուշիկին ոդկա այսպես ոդկին մեծական sense ու սկսում է այսպես լսել երբ որ ես դադարում եմ մի պահ նախադասությունը վերջացավ ինքը sense աչքերը տանում է ձախ sense ոնց որ ուզենա մարսի ինչ ասեցի հետո նորից շարունակում է այդ հայացքը աստվածին այն որ համ ուզում ես մեծանա համ չես ուզում մեծանա որտեվ ես էլ հավես տարիք sense Երջանիկ, ամենակարևորը այդպես ես ուզում եմ խոսենք մայրիկի զգացողությունների մասին, որովհետև պատկերացնում եմ որքան սպասված էր իհարկե նա ձեզ համար, նույնքան սպասված էր տատիկի համար, հատկապես որ նա ունի պապիկի անունը, ինչ կարծում եմ եւս որոշակի առումով հուզիչ է ձեր ընտանիքի համար։ Մայրիկը առաջի օրերին ամբողջ օրը լացում էր, չէր կարողանում այդ էմոցիաները sense դուրս էին եկել եւ դա իհարկե երջանկության արդյունքներ են։ Հիմա եւս օրինակ երեխան նվեր աստացել մի շատ հավես նապաստակ խաղալիք ու ինքը որ մի ասում ես հայկական ինչ որ մանկական երգ է երգում, երեխան այդ երգի տակ քնում է մայրս լացում, ուսում եւ այլն։ Այդպես դե իհարկե զգացողությունները հասկանում եք, այս ամենը որ շուտ լիներ, շատ ավելի հեշտ կլիներ, ուշ եղավ, բայց ես ուրախ եմ որ եղավ, որովհետև անկեղծ բոլոր տեղերում եմ ասել, կյանքը շատ արագ է անցնում եւ ես իմ կյանքում այս վերջին տարիներին
շատ հազարավոր մարդկանց երջանկություն եմ տալիս, ճամփորդություններ եմ անում, ինձ այդ մարդիկ լիցքաթափվում են, վայելում են, ես տեսնում եմ ինչպես են երեխաները ծնողներին, ինձ հետ ուղարկում ծնողները երեխաներին, այսինքն ինչ որ դարձել եմ շատերի ընտանիքի անդամ, շատերին թվում է իրենց բարեկամն եմ նույնիսկ, բայց անձնականում հա փառք Աստծո ես ունեմ հրաշալի ընտանիք եւ այլն, բայց այդ երեխան չկար ու այդ դատարկությունը ես այդքան չէի զգում։ Մինչ այս վերջին տարիները եւ ես սկսեցի շատ լուրջ դրա մասին մտածել։ Սովորաբար ասում են, երբ երեխա ես ունենում, այդ ժամանակ հասկանում ես, թե ինչ են զգում ծնողներդ եւ այդ ժամանակ կրկնակ ես սկսում գնահատել ծնողներին։ Ձեզ մոտ որոշակի փոփոխություն այդ առումով եղավ։ Այո, ես հիմա նույնիսկ փողոցում հիմա որ մեքենա եմ վարում, չէ, տեսնում եմ հերվից մի օրինակ կին պետքա երեխայի հետ անցնի, կանգնացնում եմ մեքենան, ոյ չգնաք հանկարծ, ինչ որ անհասկանալի sense զգացողություններ է եւ միշտ տենցա չէ ինքնաթիռ նստելուց ասում ենք Աստված երեխա չլինի, չլացի հանկարծ, որ երեխայի լացում ներվային անում ենք, հիմա կարան շուրջ բոլորը լացեն, չգիտեմ 160 ուղևորների հետ կարան երեխաներ լինեն, այսինքն ինչ որ հոգեբանական sense ինչ որ փոփոխություն է ու այդ երեխայի հետ այդ մանկությունը ոնց որ ես էլ ապրեմ։ Ես ուրախանում եմ այդ խաղալիքով, ես երազում եմ ինքնիշ մեծանա, որ ես իր տեխնիկային թատրոն գնամ, որտեվ փոքր ժամանակ ես խելագարվել եմ տեխնիկային թատրոնի համար, մեզ մոտ Երևանում բոլոր ներկայացումներին ինձ տատիկը տարել է ու ես հիմա երազում եմ իրան տանեմ, երազում եմ որ մեր տուն ձմեռ պապկա ձունանուշ կաշկի շուտ sense մանկական երազանքների մեջ եմ ընկել, մոռանալով իմ ռեալ կյանքը, այո։ Այդ երեխան բախտավոր է, որովհետև ես ամենայն դեպս շատ քիչ հայրիկներ եմ տեսել, այսպես ոգևորված, հիմնականում մայրիկների կողմից այդ ոգևորությունը լինում, բայց կարծում եմ, որ նա երբ մեծանա այս հարցազրույցը դիտի կհասկանա, թե որքան բախտավոր ընտանիքում է ծնվել, որքան բախտավոր է նա, որ հենց այդ ընտանիքում է ծնվել։ Այո, հուսով եմ եւ շատ ուզում եմ որ երեխան մեծանա իսկապես խելացի, ազգին նվիրված, աշխատասեր, այդ շատ կարևոր է, բարի անձնավորություն, այսինքն ես չեմ պատրաստում ինչքան էլ ունենամ այդ բան այդ հնարավորություն, այսպես երես տալ ինչ ուզում ա կարանի, ոչ, ես չեմ ուզում լինի, որովհետև չեմ սիրում այդ ամենը, ուզում եմ ինքը հասնի ամեն ինչին, ես եթե կարողանամ իհարկե մասամբ օգնեմ, բայց որպեսզի ինքը զգա դժվարությունը եւ հասկանա, թե յուրաքանչյուր աշխատած ինչ որ մի իր ինչ կարևոր է։ Հետաքրքիր է արդեն քո դիրքորոշումը, որովհետև եթե հետ գնանք, տարիներ առաջ դուք այդքան էլ հեշտ մանկություն չեք ունեցել։ Եվ արդյոք այդ դժվար մանկությունն է, որ ձեզ այսօր դարձրել է այս Վարդան Սարգսյանը, այսինքն թե աշխատասիրության առումով, թե ունեցածը գնահատելու, թե չհղբանալու առումով ամենակարևորը։ Ես ավելի շուտ կուղեմ այս առումով, ես հրաշալի մանկություն ունեցել եմ իդեպ եւ ամեն ինչ հրաշալի է եղել։ Մեզ մոտ ընտանեկան ֆինանսական խնդիրները ավելի պատանեկան իմ տարիներին են, այսինքն բանակ պետքա գնալ, ես սովորել եմ 5 տարի բնականաբար կուլտուրայի ֆակուլտետում մասսայական հանդիսությունների, այնտեղ վճարումներ կային, այսինքն այդ պահին առասարակ մեր երկրում կային այդ ժամանակ մեծ խնդիրներ եւ մեր ընտանիքը բացառություն չէր եւ հայրս կորցրեց աշխատանքը, մայրս շատ քիչ էր աշխատում, քույրս սովորում էր, այսինքն չէր բավականացնում ֆինանսային դժվարությունները շատ էին, բայց այդ տևել էր մի քանի տարի։ Այո, դա շատ ուժ է տվել, բայց այդ ուժը տվել է իր շնորհիվ այն մանկության ես կարծում եմ ճիշտ դաստիարակության, որ դու պետքա քո ընտանիքը առաջինը սիրես, որովհետև ես կարայի, չգիտեմ, չսիրեի ընտանիքը, ավելի լինեի դրսում, ավելի ինձ ուրիշ բաներ հետաքրքրեին եւ ինչ աշխատեի, ավելի ի վնաս ինձ գնար, իսկ մանկության տարիները իսկապես հրաշալի են եղել, այսպես մի քիչ ֆիլմի նման են եղել, որովհետև ես շատ միշտ սիրել եմ մշակույթ, ֆիլմեր դիտել են ժամանակ հեռուստացույցով, այսինքն չկային հայերեն, չգիտեմ, տես վիդեոմագնիտոֆոնները մի խոսքով այսպես ասեմ եւ մենք գնում էինք վարձում էինք ֆիլմեր էինք վարձում այդ առաջիններ հայրս գնել էր սենց մենք այդ ֆիլմերն էինք վարձում միացում նորություն եւ այլն ամանորին ես համերգներ էի նայում ձայնագրում էի այսինքն թատրոններ ֆիլմեր ճամփորդություններ որտեղ ամեն ամառ բնականաբար դա այն ժամանակ հիշում եք Ռուսաստան Սոչի հատլեր չգիտեմ Մոսկվա այն ժամանակ բայց ինձ համար դա հրաշալի էր որտեղ գնում էի Մոսկվա ասենք մորաքրոջս հետ գնում էինք համերգներ այսինքն ինձ մոտ միշտ մշակույթով լի ա եղել կյանքս եւ այնպես ստացվեց որ ես դպրոցը ավարտելուն պես սկսեցի շփվել շատ արտիստների հետ
որտեվ լրագրող էի ուզում դառնալ եւ որպես ինտերվյու էի վերցնում իրենցից հարցազրույցների համար, այն ժամանակ իմ երազանքն էր Ռաֆայել Քոթանջյանի հետ ուղակի շփվելը, քանի որ ինքը բնակվում էր հենց տատիկիս, հենց շենքում կողքի հարևաններ եւ տատիկս խոսել էր, որ ես ինտերվյու իր հետ ունենամ, այսինքն տենց մշակութային աղ է, սիրել եմ արվեստի մարդկանց, ես միջև հիմա խելագարվում եմ արվեստի մարդկանց համար, իհարկե խոսքը կայացած ստաժով դերասանների մասին, ոչ թե սերիալում 1-2 անգամ նկարված, շատ հարգում եմ։ Օրինակ, տեսեք, ես հիմա ճամփորդություն եմ գնալ օրինակ Եգիպտոս, ինձ հետ գալիս են Ջուլիետա Ստեփանյանը, Նարեկ Դուրյանը, ինձ համար պատիվ է, ինձ համար հավես է իրանց հետ շփվելը, որտեվ սովորելու բան կա, լսելու բան կա։ Միջև հիմա ես մշակույթը շատ եմ սիրում եւ դրա համար այդ օգնում է նաեւ իմ աշխատանքին այսօր, այսինքն ես զբաղվում եմ տուրիզմով, բայց մշակույթը բերել եմ այդտեղ, այսինքն ես ուղակի poster չեմ անում Facebook-ում, ես ինչ-որ հետաքրքիր, զարմացնող, չէ, ցեղեր, չգիտեմ ինչեր եւ այդ բերեց հաջողություն, բայց դա ակամայից ստացվեց, ուղղակի սերը այդ ամենի հանդեպ բերեց դրան։ Վարդան, դու խոսում ես, ես ուզում եմ հասկանալ, թե որտեղից քեզ այդքան էներգիա եւ որտեղից քեզ այդքան դրական լիցքեր։ Այսօր կյանքը շատ դժվար է եւ անկախ ֆինանսական խնդիրներից, անկախ աշխատանք ունենալ չունենալուց կամ հայտնիություն ունենալ չունենալուց, կյանքը ինքնին դժվարացել է։ Քեզ հետ խոսելիս տպավորությունն է, որ դու միշտ դրական ես տրամադրված։ Ինչով է դա պայմանավորված։ Իրականում դու կարողանում ես թեթև նայել ամեն ինչին, կարողանում ես դրական տրամադրվել եւ քո կյանքը այդպես լինում է, թե խնդիրները քեզ համար այնքան փոքր են, որ դու չես էլ ցույց տալիս պարզապես։ Տեսեք, ես հասկանում եմ, որ կյանքը կարճ է եւ վատ էներգիայով ապրել, բացասականի մասին մտածել, դա մեզ ենք վնասանում։ Առաջին հարցը, որտեղից եմ էներգիա ստանում, անկեղծ չգիտեմ։ Միգուցե այսքան մարդու հետ շփումից, շնորհակալական խոսքից, ես չգիտեմ, բայց տարօրինակ է, ես օրինակ վերադառնում եմ Ճապոնիայից եւ մի քանի ժամ հետո ես կարող եմ մեկնել Բրազիլիա, լինել նույն ակտիվությամբ, էներգիայով, տուրեր անել եւ նույն պոզիտիվությամբ։ Առասարակ օրինակ իմ տուրերում բոլորը գիտեն, բառ կա պոզիտիվ։ Մարդկանց ասում եմ, մենք հանդիպելու ենք առավոտյան ժամը 8-ին ավտոբուսում ժպիտով։ Չլինի, որ ինչ-որ մեկը սենց նստած ասում եմ, վայելեք, եկել եք ճամփորդության, մարդիկ երազում են եւ այլն։ Չգիտեմ այդ ինչից է, ես դրական մարդ եմ, ես չեմ սիրում վատը անել, ցավոք չար մարդիկ այսօր մեր կողքը շատ են եւ ես դա նկատում եմ, բայց ես հասկանում եմ այդ չարությամբ իրենք իրենց են վնասանում, ինձ հաստատ վնաս չեն անում եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին լինել դրական, ինչքան էլ դժվար լինի, լինել պոզիտիվ, այդ իմ սիրած բառն է, հավատացեք, պոզիտիվ կյանքը փոխում է, էներգիան կա, դու վայելում ես եւ երբ որ դու լավ էներգիա ես տալ, այդ էներգիան վերադառնում է։ Փոխադարձ է ամեն ինչ։ Ես հիշում եմ Վարդան հարցազրույցներից մեկում, երբ անձնական կյանքի մասին էիր խոսում, նշել էիր, որ մարդուն կարելի է սիրել զգալով նրա հոգին ու բնավորությունը։ Հետաքրքիր է, եթե խոսենք այսպես ձեր անձնականի մասին, ինչպես եղավ, որ սիրեցիք նրա հոգին ու բնավորությունը։ Ինչպես եղավ։ Եղավ։ Հեշտ կարողացավ, որովհետև դուք այսօր 44 տարեկան եք եւ մենք համենայն դեպս չենք լսել, որ ձեր կյանքում լուրջ անձնական փոփոխություն լինի, նշանադրություն եւ այլն եւ այլն, ու կարծես թե սա բացառիկ լուր էր, այդ պատճառով էլ շոկը sense մեծ է։ Այո, շոկը մեծ էր եւ համացանցում տարածված։ Տեսեք, եթե չես խոսում երեխայի մայրիկից, դա չի նշանակում, որ երեխան օդից ընկավ հանկարծակի ձեռքերը։ Որտեվ այդ շրջանառվող կոմենտներ, միլիոնավոր եւ այլն թեմաներից մեր հայրը շատ են սիրում ամեն ինչ իմանալ, պարտադիր մանրամասն, ուղղակի կա անձնական կյանք, որը ես չեմ ուզում լուսաբանել եւ պետք է հասկանալ նաեւ կարա իմ դիմացինը չցանկանա, որպեսզի իրան ճանաչեն կամ իր մասին խոսվի, որտեղ այսօր ես մի հատ նկար տեղադրեմ, պատկերացնում եք ինչա լինելու։ Իսկ ես չեմ ուզում այդ ամենը անել, ես ուզում եմ նշել, այս բանը օֆիցիալ երեխան ունի մայր եւ շատ գեղեցիկ մայր եւ մենք միասին չենք ապրում այս բանը, որտեղ ես երկրում չեմ լինում, բայց այսինքն մեզ մոտ սա նորմալ է, հրաշալի է եւ այդ որ արագիլն է բերել երեխային, այդ պարզա տենց չի, երեխան այս վերևի հատվածով եւ ականջներով
ամբողջությամբ ես եմ, ավելի շատ հայրս, ես տենց նմանություն չեմ պատկերացնում, իսկ ներքևի հատվածով, քրիտիկով, այդ բրոշներով գեղեցիկ մայրը, ես երբ որ մայրիկեր նկարը կամ նայում ենք, ասում սենց նմանություն, նույն այդ բրոշները, սենց տեղադրեն երեխային, այդպես, այսինքն դա իմ անձնականն է, Անահիտ ջան, այսինքն դա իմն է, եւ ես պարտավոր չեմ, եթե ես հայտնի եմ դրա մասին լուսաբանել եւ անպայման ցույց տալու։ Երեխայի մայրը հաճախ նաեւ երկրում չի ինձ նման եւ դրսում այլ երկրում է եւ այլն, չեմ ուզում էլ չակերտներ բացեմ, ուզում եմ նշել, որ հանգիստ եղեք, ովքեր այդքան անհանգիստ են ճակերտավոր, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է, ուրախացեք, որ ծնվել է երեխա եւ ես սիրով կիսվել եմ այդ նորության մասին, ուրախացել եմ, չեմ թաքցրել եւ վայելում եմ հայրիկի այդ կարգավիճակը։ Պարտադիր չի գնանք եկեղեցի, հարսանիք լինի, հրավիրեմ իմ ընկերներին, գան երգեն, լուսաբանենք, որ մենք չգիտեմ, ամեն մարդ իր կյանքը ինքն է որոշում։ Ես այլ փուլի մեջ եմ հիմա եւ ինձ այլ բաներ են հետաքրքրում եւ իմ մտածելակերպում հիմա ամեն ինչ այլ է, քան կարա լինի օրինակ այլ մի մարդու մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք եւ պարտադիր չի մենք բոլորս անենք այն ինչ որ բոլորն են անում եւ ու շատ եմ խնդրում մեր հայրին այդքան հետաքրքրասեր չլինեն։ Ուղղակի խնդրում եմ, որովհետեւ ես ճիշտ ասած չեմ հասցնում կոմենտներին անդրադառնալ, որովհետեւ կոմենտները հազարավոր են, parza եւ ինչ որ կայքեր են անverջ բերում ինձ, որտեղ իմ մասին գրվում է երեխայի մասին, անverջ ու անենց ֆանտազիաներ, ասում ես, Աստված իմ անգամ մաշային նկարներին հրապարակել, որ իբր կնոջ հետ գնում ենք եւ այլն, ինչ-որ երեխային չեմ կնքել դեռ, երեխան ընդամենը երբ պարզվեց ես գնացի եկեղեցի, ասեցին 40 օրեկանին անպայման բերում են եկեղեցի եւ ես եկեղեցում էի, որտեղ երեխայի մայրը այստեղ չէր եւ այդ ուղղակի աղոթք, գնում ես շուտ աղոթք ա լինում եւ այլն ստատուսներում երեխային արագ կնքեց, տակ ինչ որ մի հոգի ուղարկել են սկրին գրելա, չեր համբերում մի քիչ ուշ կնքեր բայց ամենաաբսուրդ կոմենտը, որ ինձ ուղարկել են, Անահիտ, որ գիտես ինչ էր գրած, որ մի կին կոմենտ էր գրել, Վարդան ջան, չէ, պիտի աղջիկ ունենայիր, աղջիկ ուրիշ էր, տղա ես ունեցել, դե այդքան է լավ, չպատկասնեք, շնորհավորում է։ Սա քիչ տարբերություն աղջիկ թե տղա, ոնց կարելի է գրել տենց կոմենտ, բայց իմ պարագայում հավատացեք 99%-ը լավ դրական, ինչքանով իմ աշխատակիցները հետևում են, բնականաբար կա մի տոկոս, որը ինձ կարա նախանձի, կարան դա լինեն սարքածեջերով մարդիկ, ովքեր չեն մարսում իմ հաջողությունը եւ կարան տենց հատուկ ինչ-որ բաներ անել, բայց ես համաձայն եմ մի մտքի, եթե ցանկանում ես, որպեսզի քեզ նախանձողները կամ քո վատը ցանկացողները ուղղակի այսպես տառապեն, ուղղակի դու եղիր երջանիկ։ Ես իզես փորձում եմ լինել երջանիկ առանց իրենց մասին մտածել։ Կարծում եմ այս բարագայում ներիր ինձ իմ երջանկությունը լրիվ կողքա հարկախոսն է։ Շուտ մտածել ով ինչ գրի եւ այլն մայրիկը ուղղակի չեմ պատկասոր ով է մայրը։ Չկոպունի ով է մայրը։ Ես դες հարցնում եմ ով է ձեր ամուսինը, ով է ձեր երեխան։ Եվ վերջապես քիչ առաջ էլ նշեցիր հարսանիքով, ԶԱԳՍ-ով եւ այլն նմանատիպ ամուսնությունները շատ դեպքերում շատ կարճ կյանք են ունենում եւ դա ոչինչ չի նշանակում։ Եվ նմանատիպ ամուսնություններում ծնված երեխաների ծնողները այս հայացքով շատ դեպքերում չեն լինում։ Ցավոք, օրինակ իմ շրջապատում, այսինքն բիզնես, շոու բիզնեսում կամ մարդկանց, որոնք ես ճանաչում եմ, ես չգիտեմ ինչի է այդպես, շատերը բաժանվել են եւ երեխաները մայրիկների հետ են ապրում կամ այլ, չգիտեմ, շատերը բաժանվել են, միգուցե շարունակում են շփվել, այդպես է ստացվել։ Հիմա ինձ մոտ է այսպես է ստացվել, այսինքն ամեն մարդ ունի իր կյանքը։ Ես իրավունք չունեմ քննադատելու, ինչի են իրենք բաժանվել, դա իրենց անձնական կյանքն է։ Ունեն երեխա, իմ ընկերներն են կամ իմ ծանոթներն, ես սիրում եմ այդ երեխային, իրենց ամեն մեկին եւ ամուսնուն եւ կնոջը եւ երեխային եւ իրանց ծնողներին եւ այլն։ Այդ բնավորությունը ես չեմ կարողանում ընկալել։ Ոնց կարա կինը լավ դեռ սարքած էջից կարան գրեն, որ օքեյ, parza, նույնիսկ գիտենք, կարանք պատկերացնենք ով կարանի։ Բայց նույնպես նորմալ, եթե էջից է, հա,
կին ով ունի երեխաներ, լավ ոնց կարաս դու նստես գրես ովա մայրը, զբաղվիր քո ընտանիքով, քո երեխաների հոգսերով, կարող ես շնորհավորել կամ անցնել։ Եվ եթե անգամ, իհարկե սա քո օրինակով չեմ ասում, եւ եթե անգամ մի օր որևէ տղամարդ որոշի, որ պետքա հայր դառնա, ու այդ պահին չունենա հնարավորություն ինչ որ մեկին ընտրելու, հա, եւ չդժբախտացնի ինչ որ մեկին պարզապես ամուսնանալով, հնարավոր է եւ օրինակ ընտրի սուրոգատ մայրիկի տարբերակը շատ նորմալ է եւ կարծում 21-րդ դարում են այդ բոլորը ունեն իրենց անձնական կյանքը եւ դա յուրաքանչյուրի ընտրությունն է։ Կարևորը եթե դու ունենում ես երեխա, դու պատրաստ լինես այդ երեխային տալու երջանկություն։ Այսօր կան շատ ընտանիքներ, ցավոք սրտի, որոնք ուղղակի զբաղված են գումարներ հավաքելով եւ այլն, երեխաները ապրում են եւ չգիտեմ, նույն հայրիկը չի աշխատում։ Ես ցանկացել եմ երեխա ունենալ, հասկանալով որ ես այս բան կարող եմ այսօր, վաղը չգիտենք ինչ կլինի, բայց այսօր ես կարող եմ իրեն երջանկություն տալ։ Ինչի մի հատ հայ չծնվի, ինչի մի հատ երեխա երջանիկ չլինի, ինչի վաղը մի լավ հայ չդաստիարակենք, ինչ կապ ունի, որ ով է մայրը, որտեղից եկավ եւ այլն։ Դու դա երևի նաեւ գալիս է շատերի պարապությունից, մարդիկ ամբողջ օր այդ Facebook-ում են, ամբողջ օր այդ ինտերնետում են, կոմենտներ։ Օրինակ ես երբեք կոմենտներին չեմ կարդում, եթե ինչ-որ հոդված ինձ հետաքրքիր է, վերնագիր եւ ես հոդվածն եմ կարդում, ոչ թե կոմենտներ, բայց մարդիկ կան ապրում են այդ կոմենտներով։ Այո, մեկնաբանությունում պլյուս են դնում, հետևեն մեկնաբանությունները։ Ցավալի է իրականում։ Ինչու է այդպես, չեմ կարող ասել։ Եվ մեկնաբանություններից, որ խոսեցինք, իմ աչքին ընկավ մի մեկնաբանություն, որտեղ գովում էին ձեզ ու նշում էին, որ Վարդան Սարգսյանը այն միակ հայտնին է, ում աստղայինը երբեք չտարավ։ Հիմա հարց, հետաքրքիր է, երբևէ եղել է դեպք, որ հանդիպես այդ աստղային պատին, բայց այո, եղել է շատ շուտ, երբ ես առաջին անգամ պետքա բեմ դուրս գայի։ Իսկ ես ոչ ոք էի, ինձ ոչ ոք չէր ճանաչում, բայց ես գնում էի համերգ, հիշում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում էր, ես եկա այդ ետնաբեմի մոտ, մի հատ կին էր տարիքով, ինքը ստուգում էր, ես ուզում եմ ասեց անձնագիր, դա պետք է անձնագիր չէ, որովհետև չեն ճանաչում։ Այ քեզ բան, շուրջ աստղային այդ մի օր թե երկու օր ունեցել եմ դա, բայց դա պատանեկան տարիներին էր, այն որ չէր աշխատում այստեղ էլի։ Հիմա ես չեմ պատկերացնում ինչ աստղային Անահիտ ջան։ Ես այո, մարդ եմ, ով հայտնի է, այդպես է իմ աշխատանքը։ Ինչ անեմ, այդ մարդիկ, ովքեր ինձ գնահատում են, մարդիկ, ովքեր ինձ ժպտում են փողոցում, ովքեր բարվում են։ Այսօր ես մեքենա եմ վարում, կարմիր լույսի տակ աչից շնորհավորում են, ձախից շնորհավորում են, ինչ-որ սիգնալ ոնց հայերեն հիշած։ Այո, ազդանշան են տալիս, փողոցում շնորհավորում են, գոռում են։ Այդ այնքան հավես է։ Հայտնիության լուսավոր կողմն էլ դա է։ Ինչ անես, դու քեզ երևակայես այդ մարդկանց մոտ, որոնք քեզ ընդունում են կամ քեզ հարգում են։ Ինչի վրա տանի աստղայինը, ես դա չեմ պատկերացնում, ես չգիտեմ, ես չեմ անկեղծ չեմ պատկերացնում։ Այսօր շատ է, 2-3 անգամ կադրում երևված, մեկ անգամ, ու շատ լուրջ, ուզում ես հասկանալ իրականում խնդիրը քո մեջ է, թե ես միշտ օրինակ եմ բերում, ես գիշերները առասարակ ցավոք, բայց բջջային հեռախոսը դարձել է մեր անբաժան մասնիկը, ինչը վնասա մեր աչքերին եւ այլն, բայց այնպես է ստացվել, որ ես ինչքան էլ հոգնած լինեմ, սովորաբար պարկում եմ աշխատանքից հետո եւ ինչ որ սկսում ես թերթել, չէ՞, դե քո էջը անդադ քեզ չես ուսումնասիրում, ինչ որ գնում ես ռիլսեր ա բերում եւ այլն, եւ ես նայում եմ այդ ռիլսերում, այդ TikTok-ում, այս մեր ունեն երիտասարդներ, որոնք դեռ ոչինչ չեն արել, հա, կարող են ինչ-որ մի հատ հիմարություն արել եւ ինչ-որ դիտողականություն հավաքել եւ միգուցե իրեն փողոցում ճանաչել են, բայց երևում է, որ այդ մարդու աստղային sense իրան թվում է ինքն է, հասկանում եք, չգիտեմ, ես շատ հեռու եմ դրանից եւ ես ագրեսիվ եմ լցվում նման մարդկանց հանդեպ։ Այսինքն եթե զգում եմ դիմացին այդպես է, ես վանում եմ եւ կարամ ագրեսիվ դառնամ իր հանդեպ, ավելի լավ է ինձանից հեռու։ Չեմ սիրում, ինչի մասին է խոսքը։ Եվ չեմ սիրում, որ չեն հարգում մեր մեծ արտիստներին։ Այդ շատ ցավալի է, որ շատ ծրագրերում տեսնում ես ավելի ես երիտասարդներին եւ այլ կանչեք մեր մեծերին, քանի կան։ Ես հիշում եմ, ես միշտ եղել եմ Սվետլանա Գրիգորյանի լուսահոգի, այսպես ասեմ, ինքը եղել է իմ ոնց բացատրեմ ոնց եմ ես այդ տաքսի ներկայացումը
իրական կյանքում 2 թե 3 անգամ գնացել եմ ստիպում էի մերոնք, ես չգիտեմ ֆանատն եմ եղել Կարփ Խաչվանյան, ես բան էի պլանավորել էի, խնդրել էի, որ ես հնարավորություն ունենամ իր մոտ գնալու, ես գտել էի իր տան այնվակ բջայիններ չկա, տան հեռախոսի համարը, ես զանգում էի առավոտ, ինչ պարզվում է իր ներվերի վրա կարող ազդում էի, բայց զանգում էի բարի լույս է ասում, ծաղիկներ էի գնում, հավաքում էի գումար, ես գնում էի բարձրանում էի Պարոնյան թատրոն իրան տեսնելու, օգնում էի այն ժամանակ դժվար էր քայլում, փորձում էի ես էլ օգնել, որ իջեցնեն իրան նստի մեքենա, խնդրում եմ հարգեք մեր մեծ արտիստներին, որտեվ ես կարծում եմ այսօր այդ սկսնակ TikToker-ը ավելի այդ գովազդատ պատվիրողներ, չգիտեմ, հրավերներ, ծրագրեր ավելի նշանակություն ունեն, քան մեր լեգենդները։ Այս երիտասարդները լավ է որ կան, այդ հրաշալիական տաղանդավորներ, որոնք վստահ են փայլուն ապագա ունեն, բայց կա նաև այն շատ աղբայել են, որ չգիտեմ, կարա գրիչը ուղարկի մամայի գլխին խփի, հավաքի վյու եւ հպարտանա դրանով։ Ես նայում ներվանանում եմ, խնդրում եմ մի այդ մարդկանց տվեք հնարավորություն ավելի լկտի բաներ անելու։ Հարգեք մեծերին առաջինը եւ հետո տաղանդավորներին, ովքեր որակով նույն TikTok են անում, բայց որակով են անում, հավես են անում, ոչ թե այն էժանն է, որ նայում ես, աստվածի մունք ինչ որ բանա գովազդում եւ ինչ որ ֆիրմա, ինչ որ բանա պահա, հրաշալի է որ ինքը գումար աշխատում, բայց ոնց կարաս դու իրան տաս է ժամացույցը ինքը ժամացույցը հանկարծակի օրինակ խփի մամայի իր ճակատին ու գովազդի ու վյու հավաքի գովազդատուն ուրախ լինի որ 600,000 հոգի մարդն այդպես ով նայեց դա հասկանաս ով նայեց դա թիվը չի իրականում իրականում մեր իրականությունը այդ առումով սարսափելի է ահա որ նման երբ ընտանիքի անդամներին այն որ նկարում են օքեյ ես դա ընդունում եմ որտեվ կան ընտանիքներ, ընտանեկան տենց հավես է, շատ նույնիսկ հավես է, որ մաման կարա տենց հավեսով TikTok-ում բաներ անի, բայց ոչ ոնց ասեմ, կոպիտ է, բայց այս կոչված ձեռ առնել, ասենք ես չգիտեմ, մի հատ կար տենց իր մամայի վրա ինչ էր անում, ես ներվայնանում եմ, ես փոխում եմ, ասում եմ, եթե դա սարքած չի, իհարկե չեմ պատկերացնում, մի մեղքը գալիս է այդ կինը Ես կարծում եմ դա փոխադարձ համաձայնությամբ է ամեն բան արվում։ Ամեն դեպքում ես շատ ծանր եմ, տանից չեմ պատկերացնում, view ինչի համար view-ի դիտողականության։ Սարսափելի։ Վարդան, ես գաղտնիք չեմ բացահայտի, որ նշեմ, որ այսօր այն կազմակերպությունը, որը դու հիմնել ես քո սեփական ուժերով, այսօր բավականին մեծ ճանաչում ունի եւ կարծես թե մրցակցությունից դուրս է, որքան էլ որ խոսքերս ցավալի կհնչեն, բայց փաստ եմ ներկայացնում Այսօր ինչ նոր մեթոդներ ես կիրառում, որ Վարդան Travel-ը մնա իր դիրքում եւ ինչու՞ չէ նաեւ ավելի մեծ քայլերով առաջ գնամ։ Իրականում մեր հաջողությունն է, որ ես ասում եմ, երբ ես ստեղծեցի այդ տուրիստականը, ես իմ համար նպատակ էր, չէ, սկզբանե ստեղծեցի, որ մենք էլ լինենք, բայց երբ այդ վերաբերմունքը տեսա իմ հանդեպ, ես ասի մենք առանձին երկրագունդ ենք, մենք կապ չունենք որևէ տուրիստական հետ։ Եվ ես հիմա նույնիսկ չեմ էլ ինչ որ մեկի հետ մտածեմ, այս տուրիստականը ինձ մրցակից է, չենք մտածում, դրա ժամանակը չկա, մենք անում ենք մեր աշխատանքը։ Այլ հարցը, որ մեզ շատ կրկնօրինակում են, ինձ առանձնահատուկ բնականաբար իմ նման խոսում են, իմ նման 10 հոգի իրենց հետ խմբային նույն երկրները, նույն ես ինչ անեմ, նույն երկիրը, նույն խոսքը, նույն ձև տեսանյութեր, նույնը, չհասկանալով, որ կրկնօրինակությունը հաջողություն չի բերում։ Նորը Անայ ջան, այսօր ես հասել եմ նրան, որ ինձ հետ ճամփորդում են որ առաջ խմբային տուր ասվածը, չէ, երբ ես նոր էի սկսում, ինչ խմբային տուր, մարդիկ սիրում են նման մարդիկ, ովքեր կայացած են, բիզնեսմեն են, միայնակ։ Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակայացած բիզնեսմենների ընտանիքները ինձ հետ ճամփորդում են։ Եվ ես վստահ կարող եմ ասել, իմ խմբային ճամփորդության մասնակիցները լիովին տարբերվում են մյուս խմբային տուրերի մասնակիցներին, դա միանշանակ եմ ասում, որովհետև երբ ես իմանում եմ ովքեր են օրինակ հաջորդ տուրին ինձ հետ գալի, հա, օրինակ Պերու, ասում եմ, աստվածի մեծ մարդիկ ինձ հետ գալիս են եւ հաճելի է եւ զարմացնող եւ իրանք ինձ հետ ճամփորդում են եւ հաճույք են ստանում եւ պարտավորեցնող ինչու՞ չէ եւ պարտավորեցնող է այսինքն Վարդան Travel-ը այսօր զարմացնում է դրանով Վարդան Travel-ում իմ քուրիկս Մաշան ամբողջությամբ ղեկավարում ես խմբայինների հատվածն եմ մենք ունենք մի հատ մեծ
մինուս, որը չի լինում ոչ մի ձև ուղղել, դա չհասցնելն է սպասարկել բոլորին։ Մենք այդ խնդիր ունենք, դու չես կարող վերցնել տարածք, որտեղ կնստեն 200 աղջիկ եւ կսպասարկեն ամբողջ քաղաքին։ Դա հնարավոր չի։ Ու պարզ զանգերը շատ, եթե մենք ունենք օրական, օրինակ 800 զանգ, բայց այդ օրը մեզ մոտ 9 աղջիկ աշխատում, դա անհնարին է։ Դա համար հիմա ես փորձում եմ ամեն ինչ տանել դեպի մեր, որտեղ մենք միակն ենք, որ ունենք բջջային հավելված, ամեն ինչ դեպի բջջային։ Հիմա մեծ ապդեյթներ ա լինում, որ անհատական տուրեր, էքսկուրսիաներ, մարդիկ միայնակ նույնիսկ եղանակը երկրի ինչ որ տեսնեն մեզանով, այսինքն սա փորձում եմ դրան տանել, դա միակն է եւ հետո Մաշը ինձանից ավել պատասխանատու է, մենք շատ ցավով ենք վերաբերվում բոլորին, երևի դա հաջողություն, չեմ մտածում ինչ անել, որ ավելի լինի հաջողությունը, ինչ որ երբ որ դու աշխատում ես ինքնս ստացվում է։ Վարդան եւ կյանքի այս փուլում ինձ էլ է հետաքրքիր, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ընտանիք, հարգանք, դա ամենակարևորն է, ընտանիք եւ հարգանք մարդկանց նկատմամբ, որտեվ յուրաքանչյուր էակ այս երկրագնդում կապ չունի Հայաստանում հայ, Հնդկաստանում հնդիկ, Չինաստանում չինացի, յուրաքանչյուր մարդ արժանա հարգանքի եւ ես ուզում եմ մարդիկ ապրեն այնպես, որ արժանանան այդ հարգանքի։ Ցավոք սրտի հաճախ դու այդ չես արժանանում այդ հարգանքի, այդտենց ստացվում է, պետք է մտածես ինչի է այդտենց ստացվել։ Ես չգիտեմ, ես փորձում եմ յուրաքանչյուրին հարգել, ես չգիտեմ, այդ շատ կարևոր է։ Ասում են, չէ, հարգիր, որ հարգվես, ընտանիք եւ հարգանք։ Ծնող, երեխա, այդ ամեն ինչը մտնում է այդ ընտանիք բառի մեջ։ Վարդան, շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ, որ դու այս խիտ գրաֆիկի մեջ ինձ փոքր ժամանակ հատկացրեցիր, հաճելի էր միշտ։ Սիրով մերսի բոլորին, ովքեր դիտում էին, ովքեր ուրախանում էին, շնորհակալ եմ այդ լավ պոզիտիվ էներգիայի համար, ձեզ եւս, քեզ եւս, մենք ընկերներ ենք, շնորհակալ եմ շատ այս հրավերի համար։ Շնորհակալ եմ գալու համար։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։